Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հնարավոր է համարում, որ ԿՊ-ի իշխանության օրոք Ադրբեջանի ենթակայության տակ անցած Հայաստանի սուվերեն տարածքները կվերականգնվեն։ Հայաստանի սուվերեն տարածքը Ադրբեջանի տարածքից մի զգալի հատված Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել, ամենաշատ ինքնիշխանության պաշտպանությունից խոսող քաղաքացիական պայմանագրի իշխանության պայմաններում։ Բնեք հետաքրքիր է, ռեալ հնարավորություն դուք տեսնում եք, որ ԿՊ-ի իշխանության օրոք Հայաստանի ինքնիշխանության սուվերեն տարածքները վերականգնվեն կամ նախկին ուրեմն դիրքին։ Իհարկե տեսնում։ Ինչով եք տեսնում, կարող եք մանրամասնել հասկանանք, որովհետև սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով։ Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովում քննարկվել է նաև պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին նախագիծը, որով առաջարկվում է զինծառայության ժամկետը կրճատել 6 ամսով։ Մեր հանրության արձագանքներն ենք հաշվի առել, անկեղծ ասած, ի տարբերություն գործող զինծառայողների վրա տարածելուց, այն ինչ հիմա մենք արել ենք, այսինքն հունվարի 1-ից ուժի մեջ մտցնելը կամ օրենքը այդ ձևով անցկացնելը, նրա մասին է, որ եթե հունիսին դա տեղի ունենար եւ դրա մասին արդեն խոսակցությունները կային նոյեմբերից, դա կլիներ հունվարի 1-ից հետո բանակ գնացողների համար անարդար։ Ու երբ կար հնարավորությունը հաշվարկները մեզ թույլ էին տալիս դա անել ավելի վաղ, բնականաբար մենք լսելով անսալով մեր հասարակության մտահոգություններին, խնդրանքներին, նախագիծը չենք քննարկել, ներողություն, նախագիծը շրջանառել էինք, նախագիծը շրջանառելուց հետո երբ դրվել է ի դրաֆտ համակարգում, երբ մարդիկ սկսել են դրա մասին կարծիքներ հայտնել, քննարկումներ, նամակներ տարբեր, բնականաբար մեզ համար էլ ակնհայտ է դարձել, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե մենք դա անենք հունվարի 1-ից եւ մենք այդ որոշմանը հանգել ենք եւ վարչապետը դրա մասին հայտարարել։ Խաղաղության կամուրջ, այսպես են որոշել անվանել փոխադարձ այցերով պայմանավորված նախաձեռնությունը Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքասարակությունների ներկայացուցիչները Բաքվում հայտարարել է նախաձեռնության անդամ Ադրբեջանի ազգային ֆորումի վարչության նախագահ Ռամիլ Իսկանդերլին։ Նրա փոխանցմամբ Բաքվի հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման եւ խաղաղ գործընթացի հարցերով։ Քննարկվել է ներկայիս իրավիճակը, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության վերականգնման գործում ու նախատեսվող համատեղ գործողությունները։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղության օրակարգի ամրապնդման քայլերը։ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները Բաքու այցելության մանրամասները ներկայացրել են մամուլի ասուլիսի ժամանակ։ Միևնույն ժամանակ մեր կողմից հայկական կողմը հատկապես պարոն Հաջիևի հետ հանդիպմանը բարձրացրել է տարբեր գրգռիչ գործոնների չեզոքացման խնդիրը, այսինքն դրանցից է օրինակ ադրբեջանական տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից երբեմն սադրիչ, երբեմն խնդրահարույց հռետորաբանության բառակազմի կիրառումը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վրա վերաբերյալ խոսելիս, միևնույն ժամանակ ադրբեջանական մեդիաներում մենք պարբերաբար հանդիպում ենք տեղանունների խնդրին։ Վերջին նման օրինակը Ազերտ Հաջիի հրապարակումն էր ռուսալեզու, որտեղ Երևանը Իրևան էր գրվել։ Այս հարցը հենց կոնկրետ օրինակով ներկայացվեց եւ ադրբեջանական կողմը առնվազն համաձայն է այն գաղափարի հետ, որ այո, պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել այս խնդրին, հռետորաբանության եւ տեղանունների խնդրին, փորձել հնարավորինս նվազեցնել նման դեպքերի, այնպիսի դեպքերի կրկնությունը, որոնք կարող են բացասաբար ազդել նաեւ կարգավորման գործընթացի վերաբերյալ եւ նույն օրինակ Ազերտ Հաջի վերաբերյալ առնվազն խոստում եղավ, որ կզրուցել խմբագրակազմի հետ։ Այսինքն նման փոքր արդյունքները կարծում եմ բավական կարեւոր է հետագայում առաջ շարժվելու եւ փոխվստահության մթնոլորտը կառուցելու ուղղությամբ։ Ինչպես նշեցին գործընկերներս, ամենատարբեր զգայուն հարցեր քննարկել ենք եւ Տիկին Սուլթանյանն էլ ընդգծեց հատկապես գերիների հարցը եւ ելի հաշվի առնելով մեր հանրային արձագանքները կարծում եմ բավական կարեւոր է արձանագրել, որ առանց նմանատիպ երկխոսությունների կամ ընդհանրապես առանց բանակցությունների հումանիտար ցանկացած խնդրի կարգավորումը շատ ավելի դժվարանում է։ Նման երկխոսությունները հիմք են ստեղծում, այդ թվում նաեւ մյուս կողմի մոտ որոշակի պարտավորություն է ստեղծում, որպեսզի իրենց ներդրում ունենան նաև խաղաղության գործընթացում եւ բնականաբար այդ ներդրումներից մեկը վստահորեն կարող է դառնալ հումանիտար խնդիրների եւ մասնավորապես հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։ Եվ հետեւաբար ցանկացած ջանք, ցանկացած նախաձեռնություն հանրային, որը գոնե մեկ քայլ կարող է մոտեցնել
այդ օրը վստահաբար պետք է աջակցություն ստանա նաև հանրության կողմից։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը փոխանցել է Ալիևի օգնականի խոսքերը, թե Ադրբեջանի համար պատերազմն ավարտվել է, Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջ չունի, այնուհետև սկսել է արդարացնել Ալիևի վերջին հայտարարությունները Սևանա լճի անվան հետ կապված։ Ադրբեջանի նախագահի այսպես խոսքը որևէ կերպ չարդարացնելով կամ չպաշտպանելով ինձ համար դա քննադատելի խոսք ա եղել, բայց եկեք արձանագրենք, որ ինքը Սևանը չի անվանել Գյոյչա։ Ինքը ասել է, որ կա մի հատ քարտեզ ռուսական կայսրության, որտեղ Սևանա լճի վրա գրած է Գյոյչա։ Իդեպ, այդ նույն քարտեզի մեջ Ադրբեջան բառ չկա։ Այն քարտեզը, որի վրա որ Ադրբեջանի նախագահը հղում արի եւ Սևանը այդ քարտեզով ինքը տեսել է, որ այդտեղ գրած է Սևանի վրա Գյոյչա, այդ քարտեզը կա իսկապես։ Այո, ռուսական կայսրությունում կան նման քարտեզներ։ Կան քարտեզներ, որտեղ գրած է եւ Սևան եւ Գյոյչա կա, որտեղ գրած է միայն Սևան, բայց հենց այդ քարտեզի վրա, որի վրա մատնանշել է Ադրբեջանի նախագահը, չկա գրած Ադրբեջան։ Դրա համար գիտեք, այդ երկու կողմերին է սա ինչ-որ չափով բնորոշ է, երբ որ նույն քարտեզի վրա մարդիկ տեսնում են ինչ-որ իրանք են ուզում եւ չեն տեսնում այդ քարտեզի շարունակությունը։ Սա հստակությունն է, ինչ մասին խոսում էր պարոն Մելիքսյանը, որ մենք անընդհատ այդ ճշմարտության, այդ իրադարձության, իրականության մեծ ձեռնտու մասն ենք մենակ տեսնում, բայց ես կարծում եմ, որ կարեւոր է արձանագրել, թե կոնկրետ ինչ է ասել այդ մարդը ու դրանից ելնել։ Եվ վերջապես ձեր վերջին հարցը համաձայնեցնելու վերաբերյալ բավականին այսպես ունիկալ իրավիճակում ենք մենք գտնվում, որտեղ պարոն Նավասարյանը բավականին լավ ներկայացրեց, որ մենք ոչ թե դասական թրեք 2 ենք, դեպ մի հատ երևի այստեղ կարծում եք բացատրություն կան։ Թրեք 2-ը դա հասարակությունների միջև տեղի ունեցող խոսակցությունն է։ Թրեք 1-ը պաշտոնական բանակցություններն են։ Թրեք 1.5-ը այս երկուսի արանքը գտնվող ինչ-որ մի բանն է։ Հիմա մենք ես ուղիղ ասեմ ձեր հարցին պատասխան, մենք ոչ մեկ այդ ոչ մի բան չենք համաձայնեցնում։ Մենք ազատ ենք մեզ մտահոգող, մեր հասարակություններին մտահոգող հարցերը, խնդիրները բարձրաձայնելու ուրեմն ժամանակ ճանապարհին եւ որևէ սահմանափակում այս առումով չկա։ Միևնույն ժամանակ, ինչպես ես կարծում հայկական կողմը, այնպես էլ ադրբեջանական կողմը բնականաբար խորհրդակցություններ առնվազն սեփական մայրաքաղաքների հետ իրականացնում է, բայց դա որևէ կերպ չի նշանակում, որ մենք պաշտոնական դիրքորոշում ենք ներկայացնում կամ պաշտոնական կամ մեր խոսքը կամ մեր ասածը որևէ կերպ պետք է անցալվի մայրաքաղաքներից որևէ մեկում որպես պաշտոնական դիրքորոշում։ Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ իբր խաղաղության պատրանքի տարածման համար շատ կարևոր հանգամանք է այսպես կոչված կարճ հիշողությունը, գրել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Երբ մոտ 3 շաբաթ առաջ այդ վարչախմբի պարագլուխը բարբաջում էր ցարական Ռուսաստանի քարտեզներից եւ Սևանա լճի անվանումից, վաղուց արդեն մոռացվել էր, որ 2019 թվականի նույն նոյեմբեր ամսին նույն այդ անձը գրեթե նույն ձևակերպումներով հիշատակում էր նույն այդ քարտեզները, բայց Արցախի տեղանուններին անդրադառնալիս, իսկ թե հետո ինչ տեղի ունեցավ, բոլորը գիտեն։ Հիմա հերթը Հայաստանի Հանրապետության տարածքինն է, սակայն կարճ հիշողության պատճառով դա շատերին չի էլ հուզում։ Ցարական ժամանակի քարտեզ 20-րդ դարասկիզբ ինչ որ տեղանուն, թվում է թե անիմաստ մանրուքներ են։ Խաղաղությունը հաստատված է բարձրագույն հայտարարության խորապատկերին, մինչդեռ Հայաստանի հանդեպ բազմաշերտ թշնամական քաղաքականության շրջանակներում հենց այդ քարտեզը, տեղանունը եւ այլ մանրուքներ ուղիղ ցուցիչ են ոչ թե խաղաղության, այլ ընթացող հիբրիդային պատերազմի։ Թբիլիսին իր աջակցությունն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղված շարունակական ջանքերին, հայտարարել է Վրաստանի խորհրդանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Տեղում խաղաղությունն արդեն իսկ հաստատված է, դա փոխում է Հարավային Կովկասի ամբողջ անվտանգային միջավայրը։ Բացի այդ, դա ամբողջ Սևծովյան տարածաշրջանի համար ահռելի հեռանկարներ է բացում եւ տնտեսական եւ հաղորդակցության ուղիների զարգացման տեսանկյունից, հայտարարել է վրացական խորհրդանի խոսնակը։ Պապուաշվիլին նաեւ նշել է, որ Թբիլիսին իր աջակցությունն է հայտնում այն քայլերին, որոնց նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն է։ Մի խումբ քաղաքացիներ գլխավոր դատախազության շենքի դիմաց նստացույց են իրականացրել Իպաշտպանություն Սրբազան պայքարի գործով կալանավորված Լիդիա Մանթաշյանի։ Նստացույցի նախաձեռնողներից Արման Պետրոսյանը նշել է, որ ցանկանում են իրենց ձայնը հանրության շրջանում լսելի դարձնել, իսկ պատկան կառույցներից պահանջում են ազատ արձակել Լիդիա Մանթաշյանին։ Նրա խոսքով Լիդիան Հայաստանում միակ կին քաղբանտարկյալն է, ում նկատմամբ շինծ ու մեղադրանք է առաջադրվել։ Ակցիայի նպատակը հանրությանը ներկայացնելու, որ Հայաստանում կա կին քաղբանտարկյալ, ում մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում հոդվածով եւ այդ գործը շինծու գործ է, շինծու մեղադրանք է եւ ես այս ակցիայի միջոցով փորձում եմ հասարակության հանրության ուշադրությունը սևեռել այս խնդրին, որպեսզի հնարավորինս շուտ ազատություն լինի Լիդիա Մանթաշյանին
Ինչի համար եմ իրականացրել այս ակցիան, քանի որ հանրությունը լռում է, հատկապես կանանց իրավունքների պաշտպանության գործով զբաղվող կազմակերպությունները, մարդկանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները լուռ են։ Ես հրավիրում եմ բոլորի ուշադրությունը, մասնավորապես մեր արվեստի բնագավառի, մշակույթի բնագավառի գործիչներին, ինչպես նաև ազգային ժողովի падգամավորների եւ հատկապես կին падգամավորներին եւ նաեւ կին լրագրողների ուշադրությունը, որովհետեւ այս խնդրի առաջ այսօր կանգնած է Լիդիա Մանթաշյանը, հաջորդը կարող են լինել յուրաքանչյուր ոք ձեզանից ու ես իմ պաշտպանությունն ու աջակցությունն եմ ցուցաբերում մի օգուտ Լիդիա Մանթաշյանին։ Որն է ձեր օրակարգը, ինչ եք պատրաստում անել։ Ես իրականացնելու եմ նստացույց, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Լիդիա Մանթաշյանը գտնվում է մեկուսարանում երկաթե դռների ցանկում։ Ուզբեկստանի օրենսդիր պալատի անդամ եւ Յուքսալի շարժման նախագահ Բոբուր Բեգմուրոդովը թուրքական պետությունների կազմակերպության ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Ուզբեկստանը լիովին աջակցում է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը եւ այն դիտարկում է որպես տարածաշրջանի տրանսպորտային եւ լոգիստիկ քարտեզը վերափոխելու ունակ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ։ Նրա խոսքով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն ունի կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի եւ Եվրոպայի երկրների միջև տրանսպորտային կապը զգալիորեն ամրապնդելու ներուժ ապահովելով ավելի կարճ, ավելի մատչելի եւ անվտանգ երթուղի առևտրի եւ մարդասիրական հոսքերի համար։ Զանգեզուրի միջանցքի բացումը կլինի նշանակալի պատմական իրադարձություն ամբողջ թուրքական աշխարհի համար այս երթուղին կդառնա միջին միջանցքի հիմնական օղակը եւ օգուտ կբերի մեր ժողովուրդներին նախագիծը կնշանավորի թուրքական տարածքում ինտեգրման նոր փուլ նշել է Բեգմուրոդովը։ Բաքվի Նարիմանովի շրջանի բիզնես կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել ապագործակալության հաղորդմամբ տուժել է առնվազն 7 մարդ, նրանցից 5-ին շտապօգնության աշխատակիցները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց բազմակի մարմնական վնասվածքներով։ Նախնական տեղեկությունների համաձայն միջադեպի պատճառը կարող է լինել գազի արտահոսքը, վնասվել է շենքի առջևի մասում վերջերս կառուցված ճանապարհի երկայնքով անցնող գազատարը։ Սա հանգեցրել է գազի աստիճանական կուտակմանը տարածքում եւ վթարի հետևանք դարձել։ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար Ժնևում կայացած արդյունավետ բանակցությունների ընթացքում Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների պաշտոնյաները հայտարարել են երկու երկրների պատվիրակությունների համատեղ ջանքերով պատրաստված թարմացված շրջանակային փաստաթուղթ կազմելու մասին։ Պաշտոնական Վաշինգտոնի եւ Կիևը վերահաստատել են, որ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է լիովին հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ ապահովի կայուն ու արդար խաղաղություն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վստահություն էր հայտնել, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի խաղաղության ծրագրի վերանայված տարբերակն ունի իրականացման մեծ ներուժ։ Ռուբիոն չի բացառել Թրամփի եւ Զելենսկու միջև հետագա շփումները, բացի այդ նա նշել է, որ ռուսական կողմը նույնպես կարտահայտի իր դիրքորոշումը առաջիկա համաձայնագրերի վերաբերյալ։ Ռուսաստանը դեռևս չի ստացել ԱՄՆ-Ուկրաինա կարգավորման ծրագրի պաշտոնական տեքստը, որը փոփոխվել է Ժնևում բանակցություններից հետո, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոստանքը հաստատել է, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ շփումների եւ բանակցությունների համար եւ ուշադիր հետևում է լրատվամիջոցների թարմացումներին, սակայն նախընտրում է հույսը դնել պաշտոնական ուղիներով ստացված տեղեկատվության վրա։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր օգտահաշվում անդրադարձել է Ուկրաինայում խաղաղության հաստատման ամերիկյան ծրագրի շուրջ վերջին զարգացումներին գրելով. Արդյոք հնարավոր է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում իրոք մեծ առաջընթաց է արձանագրվել։ Չհավատաք, քանի դեռ չեք տեսել դա սեփական աչքերով, սակայն հնարավոր է, որ լավ զարգացումներ լինեն, գրել է Թրամփը։ Почетное звание «Заслуженный работник физической культуры Российской Федерации» присвоено Симоняну Никите Павловичу, первому вице-президенту Российского футбольного союза. Կյանքի 100-րդ տարում մահացել է խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ, ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի Սպարտակի պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը։ Սպարտակի մեծագույն 9 համարը ակումբի կազմում խփել է 160 գոլ, ավելի քան 6 տասնամյակ մնալով անհասանելի ռեկորդակիր։ Ակումբի թանգարանում Սիմոնյանին նվիրված է առանձին տաղավար, որի վրա հազիվ են տեղավորվում նրա բոլոր բազմաթիվ մրցանակներն ու գավաթները։ Սիմոնյանն ավարտել է կարիերան Փարքի բարձունքում։ Արտասահմանյան լրատվամիջոցները նրան անվանել են մոլորակի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկը։